Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին, ով պաշտոնական այցով Բաքու էր ժամանել։ Բելարուսի կառավարության ղեկավարը մասնակցել է բելարուսա-ադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Նախատեսված է նրա այցն օկուպացված Արցախի հանրապետության տարածքներ։ Ավելի քան 9 ամիս Ադրբեջանը արցախցիներին պահեց բլոկադայի մեջ, զրկելով նրանց կենսական կարևորության նշանակության պայմաններից։ Այդ երկիրը Արցախում էթնիկ զտում իրականացրեց, իսկ արցախահայերի տեղահանման ժամանակ անտեսեց նրանց անվտանգությունը։ Amnesty International միջազգային կազմակերպությունն է նման գնահատականներ տվել Ադրբեջանի կողմից իրականացված այս գործողություններին իր ամենամյա զեկույցում։ Եթե մենք իրավական տեսանկյունից նայենք, միջազգային կազմակերպությունների զեկույցները ավելի շատ կարող են քաղաքական ազդեցություն ունենալ պետությունների վրա, քան իրավական։ Եթե միջազգային կազմակերպությունները արձանագրում են մարդու իրավունքների խախտում պետությունների կողմից որոշակի ոչ իրավական վարքագծի դրսևորում, դա հետագայում բացի քաղաքական ազդեցությունից կարող է նաև իրավական առումով ազդեցություն ունենալ այնքանով, եթե դու կարողանաս միջազգային դատական ատյաններում դա ներկայացնել որպես նաև փորձագիտական կարծիք, նաև որպես միջազգային կառույցների կողմից ամրագրված խախտումներ։ ԵԽԽՎ-ն ևս դատապարտել էր 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, ընդգծել, որ Արցախից ավելի քան 100,000 մարդու անվտանգ եւ արժանապատիվ տեղահանումը վերադարձի իրավունքն անտեսվել են։ Շատ դժվար է միջազգային կազմակերպությունների կողմից սանկցիաների կիրառումը պետությունների նկատմամբ առհասարակ եւ իրավական եւ քաղաքական սանկցիաների կիրառումն էլ այսօր, ինչպես մենք տեսնում ենք, այդքան արդյունավետ չի կոնֆլիկտների կարգավորման հարցում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նույնիսկ ժամանակավորապես չի ակրեդիտացրել Ադրբեջանի պատվիրակությանը նախորդ տարի մինչև հունվար 23 թվականի սեպտեմբերյան դեպքերը հաշվի առնելով, բայց դա գործնական առումով մեծ ազդեցություն չի ունեցել, հատկապես մեր տեսանկյունից խնդիրների լուծմանը։ Amnesty International կազմակերպության զեկույցի հեղինակները անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց արձանագրվել է օգոստոսին, երբ Ադրբեջանը համաձայնեց այդ բանակցությունների օրակարգից հեռացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին պահանջը։ Ադրբեջանը հիմա նոր պահանջներ եւ պայմաններ է ներկայացնում Հայաստանին, մասնավորապես, որ Հայաստանը իր սահմանադրությունում փոփոխություններ կատարի եւ փաստաթղթից հեռացնի Արցախի հետ միավորման մասին հղումները։ Բաքվի հետ սահմանազատման վերաբերյալ համաձայնության հետևանքով Տավուշի մարզի 4 գյուղեր մնացել են ադրբեջանական կողմում։ Amnesty International-ը զեկույցում նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ շարունակվող վեճերը ավելի բարդացրին վերջնական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերի գրասենյակը դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում։ Մեթյու Սոլթմարշի խոսքով ՄԱԿ-ը ինչպես բոլոր անդամ պետություններում շարունակում է ակտիվ երկխոսությունը Ադրբեջանի կառավարության հետ, կազմակերպության գործունեությունը երկրի ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխանեցնելու եւ 2030 թվականին կայուն զարգացման օրակարգի իրականացմանը նպաստելու նպատակով։ Գազայի հատվածում ուժեղացված հարձակման նախապատրաստության մասին է հայտարարել Բենյամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ իսրայելական զորքերը ոչ միայն գրավված տարածքներ են պահպանելու, այլև բնակչության զգալի մասին ավելի անվտանգ գոտիներ կտեղափոխեն։ Իսրայելի ռազմական գլխավոր խոսնակ բրիգադի գեներալի խոսքով Գեդեոնի Կարքեր անունով նոր ռազմական գործողության մեկնարկի մասին նշել է, որ այն ներառելու է լայնածավալ հարձակում եւ հատվածի բնակչության մեծ մասի տեղափոխում Համասի ազդեցությունից զերծ տարածքներ։ Գործողությունը նախատեսում է օդային հարվածներ, ահաբեկիչների ոչնչացում եւ ենթակառուցվածքների ավերում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարող է ստանձնել միջնորդի դեր։ Բաքվում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նա նշել է, որ Իրանն աջակցում է Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռքբերված համաձայնությունը։ Կարծում եմ, այս հարցը կարտացոլվի երկու երկրների առօրյա շփումներում եւս, ասել է դիվանագետը։ Գերմանիայի Բունդեստագում կայացած առաջին փուլում Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը չի ընտրվել կանցլեր։ Նա չի կարողացել ստանալ անհրաժեշտ 316 ձայները։ Մերցին կողմ է քվեարկել 310 падգամավոր դեմ 307, իսկ 3 падգամավոր մնացել է ձեռնպահ։ Հատկանշական է, որ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միության եւ սոցիալ-դեմոկրատների դաշինքը Բունդեստագում ունի 328 տեղ, 12-ով ավելի քան պետք
պետք էր կանցլեր ընտրվելու համար։ Այժմ, ինչպես նշում է Ֆոկուսը, Բունդեսթագը 14 օր ժամանակ ունի Մերցին կամ մեկ այլ թեկնածուի կանցլեր ընտրելու համար։ Դրա համար թեկնածուն պետք է հավաքի ձայների մեծամասնությունը։ Վիետնամի պատերազմի հաղթանակի 50-ամյակի տոնակատարության ժամանակ Գինեսի ռեկորդ է սահմանվել։ 10,518 դրոններից բաղկացած լուսային շոու է կազմակերպվել Հո Չի Մին քաղաքի երկնքում։ Արցախյան ազատամարտի տարիներից մինչև 2005 թվականը անհայտ կորածների թիվը 1160 էր, արդեն 44-օրյա պատերազմից հետո անհայտ է ևս 195 մարդու գտնվելու վայրը։ Մինչև այսօր մեր պետությունը չունի նրանց մասին իրավակարգավորում։ Արդարադատության նախարարությունը միայն անցած մայիսին ստանձնեց օրենքի մշակման պարտականությունը, որի նախագիծն այսօր արդեն դնում է սեղանին, հստակ ամրագրելով անհայտ կորածի կարգավիճակը ու թե ինչ իրավունքներ ունեն նրա հարազատները։ Շատ ծնողներ համաձայն չեն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքների հետ, ներկայում էլ առկա են բազմաթիվ մարմիններ, մասունքներ եւ ընտանիքները ուղղակի հրաժարվում են վերցնել եւ հուղարկավորել, քանի որ համաձայն չեն ՏՆԹ պատասխանների հետ, ընդ որում ընտանիքները նաեւ ունեն իրենց հիմնավորումները։ Սա ըստ մարդու իրավունքների պաշտպանների ամենագլխավոր խնդիրն է, որին այսօր բախվում են անհայտ կորած անձանց հարազատները, հետո այն, որ նրանց մի գերատեսչությունից մյուսն են ուղարկում հարցերի պատասխան գտնելու համար, հատկապես, որ իրենց ուզածը առաջնահերթ հենց տեղեկությունն է, նորությունը, որ անընդհատ ակնկալում են ստանալ պետգերատեսչություններից։ Օրենքի նախագծով լիազոր մարմին է որոշվել ազգային անվտանգության ծառայությունն է, կզբաղվի բոլոր հարցերով ԴՆԹ հետազոտությունից մինչև սոցիալ-հոգեբանական ու իրավական աջակցություն։ Նախկինում ներգրաված լինելով անհրաժեշտություն կա նույն մարմնի կողմից ապահովել արդեն իսկ նախաձեռնված աշխատանքների շարունակականությունը, այսինքն այնպես չլինի, որ մի process-ում մարմինը ներգրաված լինի, հետո կեսից վերցնենք տանք ուրիշին եւ արդեն նախաձեռնված գործընթացի, այսպես ասած, փոխանցում լինի այլ սուբյեկտի։ Այսինքն մի շարք հանգամանքներ հաշվի են առնվել լիազոր մարմին ընտրելիս։ Թեպետ քաղաքացիությունը մեծ քայլ է համարում միայն այն, որ մեր երկիրը վերջապես օրենսդրական ամրագրում է ունենալու, այնուամենայնիվ գոնե ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմին նշանակելու հետ սկզբունքային տարաձայնություն ունի։ Չեմ պատկերացնում, թե այդ հարցերն ինչպես են կարգավորելու, մասնավորապես, օրինակ, սոցիալ-հոգեբանական աջակցությունը այստեղ մտավախություններ մի պիցել ունեն։ Անհրաժեշտ է ոչ միայն օրենսդրորեն կարգավորել այս հարցը, շատ կարևոր է նաև պրոֆեսիոնալ հոգեբանների աշխատանքը այս ոլորտում։ Եվ այս մասով ես կդժվարանամ պատասխանել, արդյոք ունենք ոլորտային պրոֆեսիոնալ այնպիսի հոգեբաններ, որ կկարողանան աշխատել անհետ կորածների ընտանիքների հետ։ Օրենքն առաջիկայում կհասնի վարչապետի աշխատակազմ, այստեղից էլ եզրակացությունները կտանք ուղարկվի խորհրդարան, դրանից հետո էլ քաղաքասարակությունը վստահ է։ Մյուս օրենքներում է պետք փոփոխություններ անել, սկզբունքային հարցեր կան։ Վարորդական իրավունքի ձրկելու դեպքերն ավելացել են մեր երկրում։ Պաշտոնական տվյալներն են ասում, որ անցած 2024-ի ընթացքում 5412 վարորդի արգելել են տրանսպորտային միջոց վարել, մինչդեռ դրան նախորդող 2023-ի ամփոփող տվյալներով այդ թիվը 4587 էր, պակաս 825-ով։ Վերահսկողության խստացման արդյունքն է ներքին գործերի նախարարությունում են համոզված։ Այս տեսակետը կիսում է նաև երթևեկության հարցերի փորձագետը, որպես վարորդ էլ էր նկատել հաշվել առնվազն 4 անգամ սթափության զննության նպատակով են պարեկները մեքենան կանգնեցրել։ Ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ սահմանած մեքենա վարելու հետ կապված ստուգումներն են ավելացել ու այդ հիմքով են հիմնականում զրկումները տեղի ունեցել։ Դե մեր մոտ հələ որ ամեն տարի մահացությունների թիվը աճում է, ու խմացությունը հիմնական պատճառներից մեկն է։ Այն հարցերից է, որտեղ որ նշանի շուտ մեր մշակույթը մեր մոտ մտնի, որ ավելի լավ է տաքսոն վճարես, քան թե մի տարի առանց վարորդական վկայականի երթևեկես, այնքան օգուտ կլիներ երթևեկության։ Ոչ սթափ վիճակում մեքենան վարելու դեպքում ըստ օրենքի վարորդական իրավունքից քաղաքացին զրկվում է։ Նախ 1 տարի ժամկետով, սակայն եթե հրաժարվում է սթափության զննություն անցնել, ապա ժամկետը միանգամից կրկնապատկվում է 12 ամսվա փոխարեն 24 ամիս։ Իսկ այս ամիսների ընթացքում մեքենայի ղեկին նստելը ոչ ավելի, ոչ պակաս քրեական պատասխանատվության դուռը կարող է հասցնել։ Մեկ էլ զենք զինամթերք են հաճախ ստուգում, եթե իհարկե քաղաքացու իրավունքների ոտնահարումով չեն անում, էլի նորմալ պրակտիկա է։ Վարորդների իրավունքների մասին փաստաբանն է ասում, այնուամենայնիվ վարորդական իրավունքից զրկելու դեպքերի մեծ մասը առանց հիմնավորումների են, հասնում են դատարան, բեկանվում են։
Տպավորություն է, որ հենց վարչական կայացնող սուբյեկտը, դրալ դեպքում Պարեկը, այսինքն չի տիրապետում անհրաժեշտ օրենսդրության կարգին։ Կոպիտ ասած, հստակ ինչ-որ շաբլոնային տեքստեր են անգիր արել, երբ որ դու փորձում ես դրանից դուրս ինչ-որ իրավական բան իրեն բացատրել, ինքը ասում է, ձեր իրավունքն է բողոքարկել։ Ես կազմում դուք գնացեք բողոքարկեք, բայց ինչի այդ պահին ակտը կազմել զրկում անել, օրինակ, եթե կարելի է այդ պահին հարցը քննարկել ու լուծում ստանալ։ Մեր վարորդներն ի դեպ տարվա համար 9-ի փոխարեն արդեն 13 բալ ունեն, օրենսդրական նոր կարգավորումն արդեն օրեր առաջ մտել է ուժի մեջ, բայց հիշենք նաև, որ 2024-ին բալերի սպառնան հիմքով վարորդական վկայականների կասեցման դեպքերը եւս աճ էին ունեցել։ Կադրերը Վենետիկից չեն, Երևանն է, ալիքներն էլ մեծ իմաստով բնական չեն, մեքենաների շարժից են առաջանում։ Անձրև է գալիս թե չէ, մեր մայրաքաղաքը կոլապսի է ենթարկվում։ Ջուրն ահա, անգամ ավտոբուսների մեջ է լցվում։ Ինչու՞։ Եթե հերերը գալիս են մեծ քանակությամբ, իսկ այդ հեռատար-ցանցներ չունի համապատասխան հեռացման ունակություն, բնական է փողոցները պետք է լցվեն ջրով։ Ի վերջո ով է պատասխանատու հեղեղատարների մաքրության համար, քաղաքապետարանից ուղղորդում են դեպի Veolia ջուր ընկերություն, նրանց գործն է։ Այս կազմակերպությունն էլ ընդունում է, հայտնում, ամբողջ տարվա ընթացքում մաքրում են հեղեղատարերը, նաև վերանորոգում, բայց վարձակալած համակարգը բազում թերություններ ունի։ Փողոցներ կան չունեն անձրևատարեր, եղածներն էլ թողունակությունը թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Կառուցապատումների խնդիրն առանձնացնում է նաև ջրային ռեսուրսների մասնագետը, հարցնում է, ով է որոշել, թե գործող հեղեղատարերի հնարավորություններն անսահմանափակ են։ Կարևոր է, որ արկա ջրահեռատար ցանցը անընդհատ ենթարկվի մոնիտորինգի, այդ հեռատար ցանցը որոշակի ելքեր հեռացնելու համար է նախագծվում եւ կառուցվում։ Բայց եթե տարիների ընթացքում այս փոփոխությունների կլիմայի արդյունքում մենք ունենում ենք շատ ավելի մեծ ելքեր կան, գոյություն ունեցող ելքերի համար է հաշվարկված, բնական է եւս դա կարող առաջանալ։ Մաքրման տեխնոլոգիաներ են պետք ֆունդամենտալ, այսպես ասած շաբաթօրյակ համակարգում, հավելում է փորձագետը։ Անընդհատ պրոցես է լինելու։ Ուղղակի պետք է ֆիքսել այն հատվածները, որտեղ որ մեծ ջրակուտակումներ են առաջանում, կրիտիկական տեղեր, այդ հատվածների խնդրի մասին մտածել։ Հեռացնող դիտահորերը երկուսը խցանված են, ջուրը դուրս է գալի մի հորատանցքից, լցվում է հարևան հորատանցքով է հեռանում։ Քայլեր կձեռնարկվեն արդյոք, Veolia-ից փոխանցում են խնդրի արմատական լուծման համար խոշոր ներդրումներ են պետք, ինչն արդեն կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն ջրային կոմիտեի պարտավորությունն է, շահագործում եւ սպասարկում են այն, ինչը պետությունը հանձնել է։ Իսկ կոմիտեն ներդրումներ կանի, կլինեն, վստահեցրին, երբ մոտ ապագայում։ 9 ժամից ավելի կեղտաջրերը ողողել են Արտաշատի խճուղու մոտ 2 կիլոմետրանոց հատվածը։ Կաշաոտը մի քանի 100 մետրից է զգացվում, իսկ երթևեկությունն այդ հատվածում դարձել է անկառավարելի։ Սա Շենգավիթի վարչական տարածքն է։ Հասնում է մինչև Գայպոստ, Արարատի մարզ։ Խնդրի մասին տեղեկանալուց հետո Տիգրան Ավինյանի հանձնարարականով Կամո Արեյանն է կապ հաստատել Veolia ջուր ընկերության պատասխանատուների հետ։ Խոստացել են կարճ ժամանակում վերացնել խնդիրը։ Հակասանիտարական վիճակ է նաև Մալայցիայում 6 ամիս է կեղտաջրերը ողողել են Շուշանի Կուրղինյան փողոցի 15 շենքի տարածքն ու բակը։ Կոյաջրերը կուտակվում են բակում, լցվում նաև տներ։ Որդեր, մոծակները, կենդանիները, շները ջուրը խմում են, այդ երեխեքին։ Սամիրակի ջուրը դուրս է գալի, շորը գցել են։ Անդայս ներծծվում է։ Նայ բաղնիկի պատից, ամբողջ պատը բորբոսներ չգիտեմ, ես խանդվել է վրեքներս։ Տրապից սա դուրս է գալի, շոր են մցրել մի կետ, որ հենա երևի 50 դույլ տես դատարկել են հանել են դուրս։ Իգենիկ վիճակա, ոչ կարողանում ենք լողանել, ոչ կարողանում ենք լվաց կանել, սույս չի։ Դիտահորերը լցված են, ասում են բնակիչները, հավելում կեղտաջրերը ողողել են ամբողջ շենքի բակը, հասնում են նաև հարևան շենքեր, լցվում սեփական տներ եւ ոչ միայն։ Օրերը տաքանալուն պես մոծակներն են ավելացել։ Հետևում շենք կա, 17 շենքը, նրանց կոյուղագիծը նորից միացրել են մերի հետ,
Այնտեղ ինչ որ քանդաստեղ ունի, ինչ ունի, սկսվում է այնտեղից երկու շենք այդ մի գծի վրա հնարավոր չէր կարելի անել։ Ես երբեմն մտածում եմ, որ մենք Հայաստանի սահմաններից դուրս ենք գտնվում, ինչ Մալազիայի մասին է խոսքը։ Լուսամուտ չեք կարասկի բացեկանք։ Ինչ լուսամուտի մասին է խոսքը։ Հիմիկվանից մեր տները մտեք նայեք այդ մոծակները։ Մեկուց միսօր սա մալարիայի բուն է։ Կատարյալ մալարիայի բուն է։ Իսկ հարևանությամբ գտնվող մանկապարտեզի նախկին շենքի տարածքն էլ մինի աղբավայրի է վերածվել։ Սա էլ համապիրությանն է պատկանում, կամ մանկապարտեզը տեր ունի, տիրական ունի, թող բարի լինի, որոշ սանիտարական միջամտություն ցույց տան, ուղղակի միջամտություն։ Մենք այստեղից ոչ մի բան չենք ուզում։ Երևանցիները վստահ են գոյուղատար ցանցը փոխելու դեպքում խնդիրը կլուծվի ու հենց դրա համար պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում։ Մտավախությունն են, որ գոյաջրերը կարող են խառնվել խմելու ջրին։